մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Հիմնական զեկուցող մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան։ Համեցեք Տիկին Մանասյան։ Շնորհակալ եմ ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր ազգային ժողովի նիստում ներկայացնելու եմ 2023 թվականի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը, ներողություն 2024 թվականի տարեկան հաղորդումը գործունեության և խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմի դարձյալ 2024 թվականի վերաբերյալ տարեկան զեկույցը։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ այս երկու փաստաթղթերն էլ հրապարակված են և ոչ միայն այս փաստաթղթերը, այլ նաև այն բոլոր զեկույցները, որոնք նաև արտահերթ կարգով են հրապարակվել մեր կողմից և դրանք ընդգրկում են մեր հանրապետությունում առկա մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ խնդիրներ, դրանք իրապես բազմաբնույթ են և վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին ու ըստ էության մի ելույթի շրջանակներում բնականաբար անհնար է ամբողջությամբ անդրադարձ կատարել այդ բոլոր խնդիրներին։ Հետևաբար ելույթիս ընթացքում ես կանդրադառնամ խնդիրներից մի քանիսին, որոնք նաև որպես այդպիսին համակարգային բնույթ են կրում և բնականաբար շատ ուրախ կլինեմ, եթե հարցերի համատեքստում հնարավոր լինի պատասխանել նաև այլ ոլորտների կամ հենց նույն ոլորտներին վերաբերելի մի շարք այլ հարցերի։ Նշեմ նախ սկզբում, որ այս տարի մեր զեկույցը թե կանխարգելման ազգային մեխանիզմի, թե նաև մեր գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելիս ըստ էության որոշակի նորարարական մոտեցումներ փորձել ենք ցուցաբերել, որովհետև նախորդ տարվանից սկսած փորձել ենք կառուցակարգեր մշակել մեր առաջարկների կատարման քանակական տվյալներ և քանակական տոկոսներ ներկայացնելու համար, թե ինչքանով են պետական իշխանության մարմինների կողմից ի կատարածվել մեր կողմից արված առաջարկները։ Նշեմ, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմի զեկույցի համատեքստում արդեն իսկ կատարել ենք և գործարկել ենք այդ կառուցակարգը և ըստ մեր կատարած տվյալ հաշվարկների ըստ էության նախորդ տարի ամբողջությամբ կատարված կարելի է համարել մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմ իրականացրած հիմնական առաջարկներից 12%-ը, չի կատարվել 40% ներողություն և մասնակի կատարված է դիտարկվում 48%-ը։ Մենք ըստ էության այս կառուցակարգերը փորձում ենք գործարկել նաև մեր ամբողջ տարեկան հաղորդումը, նաև տարեկան հաղորդման շրջանակներում արված առաջարկների կատարումը պետական մարմինների կողմից գնահատելու տեսանկյունից, որը այս տարվա տարեկան հաղորդման շրջանակներում ըստ էության չի արտացոլվել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված կառուցակարգերի գործարկումը ըստ էության ենթադրում է նաև որոշակի հատուկ մեթոդաբանության կիրառում, որը հնարավոր չի եղել տարեկան հաղորդման համատեքստում այս տարի իրականացնել, բայց աշխատանքներ ենք տանում, որպեսզի նման տոկոսային տվյալներ, քանակական տվյալներ հնարավոր լինի իրականացնել նաև մեր կանխարգելման ազգային մեխանիզմից բացի նաև մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի առնչությամբ մեր տարեկան հաղորդման շրջանակներում։ Նշեմ, որ մեր տարեկան հաղորդման համատեքստում բացի ավանդաբար ներկայացվող խնդիրներից այս տարի բավականին մեծ քանակությամբ նաև նոր խնդիրներ ենք բացահայտել, ընդ որում դրանց մի մասը կամ նաև մեծ մասը հենց սոցիալ-տնտեսական բնագավառին վերաբերելի հարցեր են եղել, որոնք ևս ներառվել են մեր տարեկան հաղորդման շրջանակներում, մասնավորապես ավանդաբար ներկայացվող ոստիկանության բռնությունների, ընդհանուր սոցիալ-տնտեսական խնդիրների, իրավահավասարության և այլ խնդիրների համատեքստում ներկայացրել ենք օրինակ առերևույթ ոչ իրավաչափ եղանակով իրականացվող քանդման աշխատանքների հետ կապված հարցեր, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալներին բնակարանի վարձավճարի հատուցում չտրամադրելու և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցեր, հանրային աղմուկին վերաբերելի հարցեր, որոնք ըստ էության ուղղակիորեն վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգին և տարբեր երկրներում ևս քննարկման առարկա են դառնում հենց մարդու իրավունքների պաշտպանության կտրվածքով։
Նշեմ, որ իրավահավասարության ու հակախտրականության ոլորտը եւս նախորդ տարվանից սկսած իրականում բավականին մեծ անդրադարձ է ունեցել մեր տարեկան հաղորդման շրջանակներում եւ այս համատեքստում այս տարի նաեւ նոր խումբ ենք ավելացրել տարեցները որպես պաշտպանվող հատուկ խումբ ըստ էության սրա վերաբերյալ քննարկումները նախորդ տարի իրականացվել են նաեւ ոչ միայն Հայաստանի համատեքստում, այլ նաեւ եվրոպական տարածաշրջանի տեսանկյունից, որովհետեւ ես ինքս մի հաստատությունները միավորող եվրոպական ցանցի կառավարման խորհրդի անդամ եմ ընտրված նախորդ տարի եւ որպես կարևոր գործողություն որդեգրել ենք նաեւ այս խումբ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հատուկ մեխանիզմների գործարկումը, որոնք ըստ էության գրեթե բոլոր եվրոպական պետություններում այն ծավալով միանշանակ չեն իրականացվում, ինչ ծավալով այլ խմբերի պարագայում։ Բայց ես ըստ էության այս փուլում նոր ներկայացված խնդիրներին ըստ էության մանրամասնությամբ անդրադարձ չեմ կատարի, կանդրադառնամ մի քանի հիմնախնդիրների, որոնք կարծում եմ արդիական եղել են եւ շարունակում են արդիական մնալ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը պատշաճ գնահատելու տեսանկյունից եւ ուշադրության են արժանի դրանք հասցեավորելու ու արկա խնդիրները հաղթահարելու դիտանկյունից։ Մասնավորապես ես կուզենամ հատուկ անդրադարձ կատարել ըստ էության ամենաքննարկվող հարցադրումներից մեկին, մասնավորապես ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման հետ կապված խնդրին եւ նաեւ ազատությունից զրկելիս անձանց նվազագույն իրավունքների երաշխավորման հարցին, որը կարծում եմ շատ երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն խնդրահարույց ոլորտներից մեկը եւ այս այն շարունակում է այդպիսին մնալ եւ ընդհանուր առմամբ ոլորտում ձեռնարկվող քայլերը, որոնց վերաբերյալ մենք ինքներս պարզաբանումներ ենք բազմապիսի ստանում գործընկերներից, ակնհայտ է, որ բավարար չեն եղել երաշխավորելու այս ոլորտի պատշաճ հասցեավորումը եւ սրա հետ կապված խնդիրների բացառումը Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ բազմաթիվ են դեպքերը, երբ առնվազն մեր հաստատության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր են արձանագրվում եւ բնականաբար շատ կարեւոր է այս ոլորտի տեսանկյունից, որպեսզի հնարավորություն ունենանք իրապես հաղթահարելու արկա խնդիրը, որը բնականաբար հասցեավորման մի քանի հնարավոր եղանակներ ունի։ Ես այս փուլում դրան չեմ անդրադառնա, քանի որ ոստիկանության հետ կապված մի քանի այլ խնդիրների եւս կուզենամ անդրադառնալ։ Նախորդ տարվա տեսանկյունից շատ արդիական, բայց մեր ամբողջ հանրապետության պատմության տեսանկյունից շատ արդիական խնդիր հատուկ միջոցների կիրառումը հավաքների ընթացքում, որը եւս շարունակել է եւ շարունակում է դարձյալ բազմապիսի հարցեր առաջացնել ցանկացած հատուկ միջոցի կիրառումից հետո։ Մասնավորապես հանրությանը բավարար տեղեկատվության չտրամադրում հատուկ միջոցների կիրառման, ձևաչափի, կանոնակարգի, գործիքակազմի եւ այլնի հետ կապված, հանրության հետ ոչ պատշաճ հաղորդակցության արկայություն եւ այլն, որի վերաբերյալ ըստ էության նաեւ հրապարակային եմ առիթ ունեցել խոսելու եւ այս խնդիրը կարծում եմ ամենակարևորներից է, որը իրապես պետք է հասցեավորվի։ Կարծում եմ, որ ոլորտում արկա հաջորդ կարևորագույն խնդիրը քրեական հետապնդումների բացակայությունն է իրավապահ մարմինների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ենթադրաբար կարող են կասկածվել, ես բառերը հանրային ընկալման տեսանկյունից հատուկ ճակերտներում եմ օգտագործում եւ շատ ավելի հասկանալի բառեր եմ օգտագործում, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման եւ այլ արարքների համատեքստում։ Ըստ էության քրեական հետապնդումների բացակայությունը իրապես հանրային ընկալման տեսանկյունից կասկածներ է հարուցում թե պրոցեսների անկախության, անկողմնակալության, թե դրանց պրոֆեսիոնալիզմի առումով, հետևաբար պատասխանատվության անխուսափելիության խնդրին միանշանակ կարծում եմ պետք է ցուցաբերել առաջնահերթ ուշադրություն։ Շատ կարևոր հանգամանք է նաև նկատի ունենալ, որ ընդհանրապես իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է նաև բավարար գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերեն տարբեր խմբերի, մասնավորապես խոցելի իրավիճակում գտնվող խմբերի, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների եւ մի շարք այլ խմբերի նկատմամբ մոտեցումների համատեքստում, որովհետեւ այս մոտեցումները առանձնահատուկ մոտեցումներ են, հատուկ զգայունություն են ենթադրում եւ այս դիտանկյունից մենք պարբերաբար տարատեսակ խնդիրներ ենք արձանագրում իրավասու մարմինների գործողությունների ու գործունեության համատեքստում։
Կուզենամ հատուկ անդրադարձ կատարել նախորդ տարի նաև իմ կողմից բարձրաձայնած խնդրին կալանքի կիրառման պրակտիկային Հայաստանում, որովհետև ըստ էության այս պրակտիկան, ինչպես նախորդ տարվա տարեկան հաղորդման համատեքստում, այնպես էլ այս տարվա տարեկան հաղորդման շրջանակներում դիտարկվել է որպես համակարգային առումով խնդրահարույց եւ նախորդ տարի դեռևս մենք հատուկ վերլուծություն էինք սկսել իրականացնել դատապարտյալների եւ կալանքի տակ գտնվող անձանց թվի առնչությամբ եւ ըստ էության մեր հետազոտությունները, ուսումնասիրությունները ցույց են տվել եւ դրանք նույն արդյունքները շարունակում են ունենալ նաև այժմ, որ Հայաստանում ազատությունից զրկված անձանց կեսից ավելին հանդիսանում են կալանքի տակ գտնվող անձինք, ինչը ըստ էության միջազգային չափանիշների տեսանկյունից անթույլատրելի է, հետևաբար համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ըստ էության նախորդ տարի ենք արձանագրել եւ դրանց մեծ ծավալով անդրադարձ ենք կատարել, ամբողջությամբ միանշանակ լուծված չեն այս տարվա տարեկան հաղորդման համատեքստի առնչությամբ խոսելիս եւս։ Ուզում եմ հատուկ անդրադարձ կատարել փակ կամ կիսափակ հաստատություններում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրներին, որոնք բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, իրապես խնդրահարույց են Հայաստանի Հանրապետությունում եւ ունեն լուրջ բարեփոխման անհրաժեշտություն։ Առաջին հերթին անդրադառնամ ազատությունից զրկման վայրերին, որտեղ կամ որոնց առնչությամբ բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրները բազմապիսի են եւ մենք անընդհատ ենք ստանում այս խնդիրների հետ կապված դիմում բողոքներ։ Իհարկե կուզենամ ուրախությամբ արձանագրել, որ ստացած դիմում բողոքների մեծ մասը լուծում է ստանում մեր միջամտությամբ, բայց ես չեմ կարծում, որ անհատական մոտեցումները պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից նորմալ են իրավական ու ժողովրդավարական պետության համատեքստում, հետևաբար շատ կարևոր եմ համարում այս ոլորտում համակարգային բարեփոխումները, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինչպես նշեցի, կալանքի տակ գտնվող անձինք են մեծ թվով այդ թվում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցեր բարձրաձայնում, եւ սա էլ նաև ցույց է տալիս այդ թվում կալանքի կիրառման պրակտիկայի խնդրահարույց լինելու հետ կապված բոլոր հնարավոր հետևանքները եւ դրա հետ փոխկապված բոլոր հնարավոր հարցերը։ Զինված ուժերում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրների մասին եւս խոսեցի, իհարկե կուզենամ արձանագրել, որ մենք իրապես հիմնականում մեծ թվով դիմում բողոքներ ստանում ենք փորձաքննությունների ժամանակահատվածում փորձաքննությունների արդյունքների հետ կապված եւ ելի ուրախությամբ կուզենամ նշել, որ գրեթե բոլոր դիմում բողոքների պարագայում մեր միջամտությամբ կարծես պետական մարմնի եւ քաղաքացու կամ նրա հարազատների միջև վեճը լուծում է ստացել, այն դեպքերում, երբ լուծում չի ստացել, ըստ էության հիմնականում դրանք դեպքերն են, որոնք վերաբերում են անձին արդեն զինվորական ծառայության ներգրավելուն եւ կամ հակառակը զինվորական ծառայության չներգրավվելու պատճառաբանությամբ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ այս իրավիճակները ըստ էության իհարկե դատարանի կողմից գնահատման հանգամանքներ են, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ թեև այս համակարգում իրապես բարեփոխումները ակնհայտ են եղել նաեւ մեզ համար, այդ թվում ստացված դիմում բողոքների վերլուծության արդյունքում, բայց շարունակաբար պետք է կատարելագործել այդ թվում այս ոլորտում այս համակարգին վերաբերելի բոլոր կառուցակարգերը։ Նշեմ, որ զինված ուժերում հիմնական մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մեկը, որը անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է եւ ես սրա մասին անընդհատ եմ խոսում, զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանությունն է եւ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի արգելքի սկզբունքի պահպանումն է, անշեղ պահպանումն է, որովհետեւ ցավոք պետք է նշեմ, որ մենք շարունակում ենք դեռևս ոչ մարտական խաղաղ պայմաններում ունենալ զինված ուժերում մահվան դեպքեր, որոնք ունեն, ես վստահ եմ, խորքային պատճառներ եւ այդ խորքային պատճառները միանշանակ պետք է շատ լուրջ ոչ թե պարզապես վերլուծության ենթարկվեն, այլ նաեւ հայեցակարգային լուծումներ պետք է տրվեն այս խնդիրներից խուսափելու համար, այդ թվում պատասխանատու անձանց պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելու արդյունքում։ Ուզում եմ հատուկ արձանագրել նաև խոշտանգումներից եւ վատ վերաբերմունքի այլ ձևերից զերծ մնալու իրավունքի երաշխավորման հետ կապված խնդիրները, որի հետ կապված երևի ամենախնդրահարույց ասպեկտը, որը թե ես եմ արձանագրում, թե դրա մասին անընդհատ խոսում եմ, այս գործերով քննությունն է գործերի եւ միջազգային չափանիշների պահպանումը, որովհետեւ սրանք գործեր են, որոնց հետ կապված տեղեկատվություն բնականաբար մեզանից որևէ մեկը բացի քննությունից, բացի պատշաճ քննությունից չի կարող պատշաճ մակարդակով ստանալ, եւ ըստ էության սրանք գործեր են, որոնք ի տարբերություն այլ գործերի քննության ունեն բազմաթիվ առանց
առանձնահատկություններ։ Մասնավորապես դրանց քննության արագությունը, որը ամենակարևոր չափանիշներից մեկն է, որի հետ կապված մենք պարբերաբար խնդիրներ ենք արձանագրում, կամ այս գործերի քննության հետ կապված իրենց ipso facto բնույթը, այսինքն անձի կողմից ողջամիտ կասկած հարուցող մտահոգության ներկայացման պարագայում այս գործերի քննությունը, որի առնչությամբ դարձյալ պարբերաբար արձանագրվել են տարատեսակ խնդիրներ, ինչը միանշանակ ունի լուծման անհրաժեշտություն, որովհետև հակառակ պարագայում մենք ընդհանրապես չենք կարողանալու երաշխավորել այս իրավունքի պատշաճ իրացումը։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ նաև մենք անընդհատ անդրադարձ ենք կատարում այլ հանգամանքներին, որոնք վերաբերելի են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը, բնականաբար դարձյալ անհնար է մի ելույթի շրջանակներում դրանց ամբողջությամբ անդրադարձ կատարել։ Պարզապես կուզենամ հատուկ արձանագրել նաև որպես առաջընթաց որոշակի առումով այս շատ երկար տասնամյակների ընթացքում քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ որոշակի քայլերի կատարումը, որովհետև դրանք տասնամյակներ շարունակ շատ դեպքերում շատ անմխիթար վիճակում են գտնվել։ Հիմա գործ ունենք օրինակ, մի քանի քրեակատարողական հիմնարկներում վերանորոգման աշխատանքների կատարման հետ, բայց դարձյալ պիտի արձանագրեմ, որ սա չի կարող կրել հատվածական բնույթ, սա պիտի լինի համակարգային եւ ամբողջական մոտեցում եւ պիտի կարողանանք լուծել ոլորտում առկա այդ թվում այս հարցին վերաբերելի բոլոր խնդիրները։ Ուզում եմ հատուկ անդրադառնալ ազատությունից զրկման վայրերում ինքնաբնասումների եւ ինքնասպանությունների հետ կապված խնդրին, որը կարծում եմ ամենամտահոգիչներից է այդ թվում այս պահին վիճակագրությունը հաշվի առնելով։ Սա կարծում եմ շատ լուրջ եւ շատ համակարգային խնդիր է եւ խնդիրը վերաբերելի է ինչպես այս ոլորտում առկա կանխարգելման մեխանիզմների ոչ պատշաճ կամ ամբողջական գործադրմանը իմ խորին համոզմամբ, բայց դրա հետ մեկտեղ նոր կառուցակարգերի անհրաժեշտությանը կամ ավելի շատ դրանց պատշաճ գործարկմանը, ինչը հնարավորություն կտա խուսափել նշված դեպքերից, որովհետև այո, շատ հնարավոր է, որ թղթի վրա եւ շատ լավ է, որ պետությունը երաշխավորել է իր այդ պարտավորության իրականացումը ու թղթի վրա արձանագրել է ռիսկերի գնահատման եւ մի շարք այլ մեխանիզմներ, սա իրոք շատ կարեւոր հանգամանք է, բայց դրանից ոչ պակաս կամ շատ ավելի կարևոր է դրանց պատշաճ գործարկումը եւ նշված բոլոր երևույթներից ընդհանրապես զերծ լինելը ազատությունից զրկման վայրերում։ Շատ կարևոր եմ համարում նաև հոգեկան առողջության կենտրոններում ոչ միայն խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելումը, այլ ընդհանրապես հոգեկան առողջության կենտրոնների նկատմամբ պատշաճ մոտեցումների որդեգրումը, որովհետեւ սրանք հաստատություններ են, որոնք շատ երկար ժամանակահատվածի կտրվածքով այժմ էլ ընդ որում ոչ միայն մեր հասարակության, նաև շատ այլ հասարակություններում այդպես աչքում ըստ էության չեն դիտարկվում որպես այն կարևորագույն վայրերը, որտեղ պետությունը պետք է ներդրում կատարի, որտեղ խնդիրներ պետք է արձանագրվեն եւ այլն, ուզում եմ հակառակի մասին խոսել։ Սրանք այն հաստատություններն են, որտեղ մենք ունենք մեր հասարակության ամենակարևոր նշանակություն ունեցող այդ թվում սոցիալական խմբին եւ նկատի ունենալով նաեւ նրանց խոցելիությունը, այդ թվում կարգավիճակի առումով, մենք պարտավոր ենք պատշաճ քայլեր ձեռնարկել հոգեկան առողջության կենտրոններում ընդհանրապես իրավունքների երաշխավորման համակարգի կատարելագործման համար։ Դարձյալ այս առումով կուզենամ հատուկ արձանագրել եւ սա շատ կարեւոր եմ համարում արձանագրել ինքս հատկապես հոգեկան առողջության կենտրոնների պայմանների հետ կապված խնդիրը նախորդ տարի թե գործադիր իշխանության, թե օրենսդիր իշխանության քննարկումների շրջանակներում ամեն անգամ ամեն քննարկմանը բարձրաձայնել եմ եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ թվում իմ այցելած մի քանի հոգեկան առողջության կենտրոններում այս փուլում կատարվել են շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, ինչը ցույց է տալիս նաեւ մեր վերաբերմունքը ընդհանրապես հասարակության ցանկացած խոցելի խավի նկատմամբ, բայց այս ոլորտում պիտի նշեմ խնդիրները բազմաթիվ են, օրինակ ոչ հոժարական բուժման հետ կապված հարցերը, դրան առնչվող մի շարք այլ խնդիրները, սահմանափակ գործունակ եւ անգործունակ ճանաչված անձանց հետ կապված խնդիրները ու նրանց կարգավիճակին վերաբերելի հարցերը, որոնք կարծում եմ պետք է պետության կողմից միանշանակ
առաջնահերթ հասցեավորման արժանանան եւ շուտապույտ լուծվեն։ Նաեւ ուզում եմ հատուկ արձանագրել, որ մարդու իրավունքների տեսանկյունից հատկապես միշտ ուշադրություն ենք դարձնում այդ թվում օրինակ հոգեկան առողջության կենտրոններում զսպման միջոցների կիրառման հետ կապված հարցերին եւ դարձյալ այս առումով կուզենամ նշել, որ որոշ հոգեկան առողջության կենտրոններում բարելավումներ ունենք, այսինքն համակարգի կատարելագործում, տրավմատիկ միջոցներից շատ դեպքերում հրաժարում եւ այլն, բայց միանշանակ է, որ համակարգը դարձյալ ունի շատ լուրջ կատարելագործման կարիք։ Ուզում եմ հատուկ անդրադարձ կատարել ելույթի շրջանակներում իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտին, որովհետև կարծում եմ, որ մեր հասարակությունում այս ոլորտի հետ կապված պատկերացումները նախ շատ թյուր են եւ այդ շատ թյուր պատկերացումների արդյունքում մենք բազմաթիվ խնդիրների ենք հանգում, սկսած տարբեր սոցիալական խմբերի տեսանկյունից խտրականության դրսևորումների, որոնք նույնիսկ մարդիկ շատ դեպքերում չեն էլ գիտակցում, որ ըստ էության խտրականության դրսևորում է, ավարտած դասական ատելության եւ խտրական խոսքի դրսևորումներով, որոնք այդ թվում հանրային գործիչներն են անընդհատ իրենց խոսքի մեջ օգտագործում, եւ կարծում եմ, որ այս ոլորտի վերաբերյալ եւս անհրաժեշտ է անընդհատ խոսել, այս ոլորտի վերաբերյալ բոլորս պետք է բավարար գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերենք, խուսափելու համար տարատեսակ խնդրահարույց իրավիճակներից, որոնք կարող են վերաբերելի լինել իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտին։ Ըստ էության ես բոլոր խմբերին առանձին եւ բոլոր հնարավոր խնդիրներով չեմ անդրադառնա, պարզապես դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ օրինակ մի խնդիր այսպես հրապարակային կներկայացնեմ, որպեսզի շատ ավելի պարզ լինի սրա հետ կապված խնդիրների բազմազանությունը եւ հասցեավորման անհրաժեշտությունը։ Սկսեմ օրինակ ազգային փոքրամասնությունների իրավունքներից, օրինակ նախորդ տարի մենք ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների հետ կապված անընդհատ խնդիրներ ենք արձանագրել, ընթացիկ օրինակ ատեստավորման պրոցեսներում, բայց նույնիսկ անկախ ատեստավորման գործընթացներից մենք Հայաստանում ունենք մեր ազգային փոքրամասնությունների գրեթե բոլորի լեզուների դասավանդման հետ կապված խնդիրներ այն պատճառով, որ օրինակ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները օրինակ մասնագետներ չեն պատրաստում այդ ոլորտներում, մինչդեռ ես հրապարակային եմ ուզում ասել, որ պետությունը այդ ոլորտում ունի պարտավորություն։ Մենք չունենք ամբիոններ, չունենք այն վերապատրաստման դասընթացները, որոնք անհրաժեշտ են իրականում այս խնդիրները հասցեավորելու համար։ Դարձյալ ուզում եմ ուրախությամբ նշել, որ վերջին տարիներին շատ ավելի ակտիվացել է պետության կողմից այս ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, բայց նորից ուզում եմ արձանագրել, որ այդ քայլերի ձեռնարկումն ըստ էության բավարար չէ։ Երեխաների հետ կապված հարցին անդրադառնալիս կուզենամ հատուկ անդրադառնալ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված խնդրին, որովհետև վերջին ժամանակահատվածում սա այնպիսի ծավալներ է ստացել, որ մենք նույնիսկ երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման գործիքակազմերի հետ կապված արտահերթ հրապարակային զեկույց ենք ունեցել այս տարի։ Եվ այս առումով ըստ էության շատ կարևորում եմ, որպեսզի լուրջ կատարելագործման ենթարկվեն թե ուսումնական հաստատություններում ընդհանրապես երեխաների նկատմամբ բռնության դեպքերը ճանաչելու, կանխարգելելու եւ արձագանքելու մեխանիզմները, որոնք դարձյալ ցավով պիտի նշեմ, որ թեև փաստաթղթային առումով առաջընթաց էր, որ ընդունեցինք ուղեցույց համապատասխան եւ այլն պետական մարմինների կողմից, բայց միևնույն է, այս խնդիրը շարունակաբար մնում է որպես հիմնական խնդիր, որովհետև չասեմ հա թե ինչ գրավոր պարզաբանումներ են մեզ ներկայացնում, որովհետև ըստ էության եթե գրավոր պարզաբանումները դիտարկենք, տպավորություն կստեղծվի, որ ամեն դեպքում ուղեցույցներ ունենալով եւ այլն խնդիրը լուծվել է կամ վերապատրաստումներ անցկացնելով, բայց ուզում եմ շեշտադրել, որ օրինակ նույն իմ զրույցները կամ մշտադիտարկումների այցերը ցույց են տալիս, որ այս խնդիրը լուծված չէ եւ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, արձագանքման ու հասցեավորման մեխանիզմների առնչությամբ մեր ուսումնական հաստատություններում պետք է լինեն պատշաճ գիտելիքներ եւ հասցեավորման պատշաճ մեխանիզմներ։ Հաշվանդամություն ունեցող անձանց խնդիրներին բազմիցս եմ անդրադարձ կատարել, մատչելիության հարցը, խելամիտ հարմարեցումների եւ այլն բոլոր հարցերը շարունակում են արդիական մնալ մեր հասարակական համակարգի տեսանկյունից եւ պետությունը պարտավոր է պատշաճ քայլեր ձեռնարկել այս ոլորտում համապատասխան խնդիրները շատ ավելի մեծ թափով եւ
ավելի համակարգային եղանակով կատարելագործելու ուղղությամբ եւ ամփոփելով իրավահավասարության ու հակախտրականության ոլորտին առնչվող այս հատվածը խոսքից կուզանամ հատուկ արձանագրել, որ շատ կարևորում եմ, որպեսզի պետությունը շուտապույտ ընդունի իրավահավասարության մասին օրենքը, որովհետեւ այս օրենքը ամբողջ աշխարհում էլ դիտարկվում է որպես շատ կարևոր գործիք ոլորտի դեմ, ոլորտում առկա խնդիրների դեմ պայքարի տեսանկյունից։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ թե նախորդ տարվա կտրվածքով, ինչը տարեկան հաղորդումից նաև մեր ակնհայտ էր, թե նաև այս տարի պարբերաբար խնդիրներ ենք արձանագրել լրագրողների անխոչնդոտ մասնագիտական գործունեության իրականացման համատեքստում, ընդ որում, քանի որ նախորդ տարվա տարեկան հաղորդումը այս տարի արդեն իսկ հրապարակված է, այնտեղ կտեսնեք նաև հստակ դեպքեր եւ անուններ, մասնավորապես հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում եւ այլն, եւ միանշանակ շատ կարեւոր եմ այս ոլորտում դարձյալ գործերի պատշաճ քննությունը, դրանց շուտապույտ քննությունը եւ շատ կարեւորում եմ թե լրագրողական համայնքի, թե պետական բոլոր մարմինների համատեքստում էթիկայի մեխանիզմների, պատշաճ մեխանիզմների առկայությունը եւ գործարկումը, որը կարող է հնարավորություն տալ իրավաչափ ու իրավական եղանակով լուծելու այս ոլորտում առկա բոլոր խնդիրները։ Հրապարակային կուզանամ արձանագրել, որ շատ կարեւոր կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի խոշտանգումների զոհերի աջակցման կենտրոն, որ նստեյության մինչ այս պահը չունենք։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր հանգամանք է ընդհանրապես խոշտանգումների կանխարգելման ոլորտում եւ այս ուղղությամբ միանշանակ պետք է քայլեր իրականացվեն, բայց երևի թե ես այստեղ կանգ առնեմ, որովհետեւ իրականում անհնար է բոլոր խնդիրների վերաբերյալ մի ելույթի շրջանակներում խոսել։ Խոսքից վերջում շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր կառուցողական, էթիկական ստանդարտներին համապատասխան մեզ հետ հաղորդակցություն ու համագործակցություն են ունեցել, որի արդյունքում մենք կարողացել ենք նաև համատեղ ուժերով լուծելու ոլորտում առկա տարատեսակ խնդիրները եւ ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցերի համար հերթագրում։ Հերթագրվել է 11 պատգամավոր, առաջինը Բաբկեն Թունյանն է, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Մանասյան զեկույցի համար։ Իմ հարցը վերաբերում է տնտեսվարողների եւ պետական կառույցների հարաբերություններին, գաղտնիք չի, որ բավականին շատ խնդիրներ են լինում ու տարաձայնություններ եւ միշտ չի, որ դատական ճանապարհով գնալը ամենանախընտրելի մեթոդն է այդ խնդիրները լուծելու համար, որովհետեւ բացի ամեն ինչից զուտ ժամանակի կորուստը այդ դեպքերում մեծ խնդիր է առաջացնում։ Ուրեմն ժամանակին մենք քննարկում ենք մի տարբերակ, երբ որ տնտեսվարողները, ինչպես ֆինանսական հաշտարարն է, այնպես էլ իրենք հնարավորություն ունենալ մի կառույց, որը կզբաղվի բիզնեսի եւ պետական կառույցների միջև խնդիրներով, այլ կերպ ասած, բիզնես օմբուդսմեն։ Եվ այդ մեխանիզմը աշխատում է մի շարք երկրներում։ Մենք քննարկում ենք Հայաստանում այդ մեխանիզմը ներդնելու նպատակահարմարությունը, սակայն այն ժամանակ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից այդ առումով առարկություններ կային ու նշում էին, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արդեն իսկ այդ խնդիրները ծածկում է եւ իրենց գործառույթների մեջ մտնում է նաև այդ խնդիրները։ Ես ուզում եմ ձեր կարծիքի իմանալ, արդյոք նման կառույցի նպատակահարմարություն կա թե ոչ, եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը օրինակ 24 թվականի ընթացքում տնտեսվարողների կողմից քանի բողոք է ստացել եւ քանիսին է ընթացք տրվել։ Շնորհակալ եմ, պարոն Թունյան, իրապես շատ կարևոր հարց բարձրացրեցինք եւ այս ոլորտը այս փուլում նաեւ ինձ համար է առաջնահերթություն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այո, բազմաթիվ են խնդիրները ոլորտում, բայց նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մի մարմին չի կարող լուծել այդ բոլոր խնդիրները եւ մի մարմին չի կարող պատասխան տալ այդ բոլոր խնդիրներին։ Ըստ էության ես կարող եմ ենթադրել, որ մարմնի անվանման հետ կապված է միգուցե նաեւ
առարկությունը եւ նկատառումը, որովհետեւ ըստ էության մեր սահմանադրությունը մարդու իրավունքների պաշտպանի մի հաստատություն է ամրագրում, մի օմբուդսմանական հաստատություն է ամրագրում եւ սահմանադրական դիտանկյունից բնականաբար կարող է շատ վիճահարույց լինել օմբուդսմանական լիազորություններով օժտված մեկ այլ հաստատության արկայությունն է եւ սա շատ լուրջ քննարկման առարկա միանշանակ պետք է լինի, բայց կուզենամ հատուկ արձանագրել, որ ամեն դեպքում պետք է կարևոր ուշադրություն դարձնել այն հարցին, թե ինչպիսի լիազորություններով է օժտված լինելու համապատասխան մարմինը, որովհետև եթե օրինակ մարմինը պետք է օժտված լինի լրիվ նույն լիազորություններով, ինչ լիազորություններով օժտված է մարդու իրավունքների պաշտպանը եւ նաեւ նախատեսված չլինի սահմանադրությամբ, սա միանշանակ սահմանադրական տեսանկյունից է խնդիրներ հարուցելու։ Ինչ վերաբերում է ընդհանրապես այս ոլորտում տարբեր մարմինների գործունեությանը եւ նաեւ մեր գործունեությանը, ես կուզենամ հատուկ արձանագրել, որ ինչպես որևէ մարմին, այնպես էլ մեր հաստատությունը կատարյալ չէ իր գործունեության համատեքստում եւ ես համարում եմ, որ ամենալուրջ ոլորտներից մեկը, որտեղ մենք ունենք հմտությունների եւ կառուցվածքային հարցերի զարգացման կարիք, հենց գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության համակարգն է եւ դա է պատճառը նաեւ, որ ինքս այս ոլորտում նախաձեռնել եմ այդ որոշակի բարեփոխումների իրականացում ու նաև մեր հաստատության կարողությունների զարգացում ոլորտի հետ կապված։ Ուզում եմ հիմա հատուկ այստեղ նաև հրապարակային նշել, որ նաև Եվրոպայի խորհրդի հետ եմ պայմանավորվածություն ձեռք բերել եւ գործընկերները մեծ ողջավորությամբ համաձայնեցին մեզ հետ համատեղ նաև միջազգային խորհրդաժողով ոլորտի հետ կապված Հայաստանում կազմակերպել, որը կարծում եմ շատ կարևոր քայլ է այսպես փորձագիտական կարծիքներ լսելու եւ ոլորտը կարևորելու տեսանկյունից, բայց նաեւ կնշեմ, որ թեև չի ասի, որ մեր բողոքների թիվը այս ոլորտում չափազանց շատ է, այս պահին ուղղակի ձեռքս հենց այդ ոլորտի հետ կապված չկա թվային վիճակագրություն, բայց ամեն դեպքում մենք ունեցել ենք ոլորտին վերաբերելի դիմումներ, օրինակ հարկային օրենսդրության փոփոխությունների հետ կապված այս փուլում ընդ որում մի շատ կարևոր դիմում ունենք, պարզապես չգիտեմ դիմողը համաձայն կլինի, որպեսզի ես կարողանամ դրա վերաբերյալ այսպես համապատրաստից հրապարակում իրականացնել թե ոչ, բայց ես պատրաստ եմ այդ թվում ձեզ հետ քննարկումներ ունենալ եւ մի քիչ ավելի մանրամասն ներկայացնել ոլորտում առկա հարցերը։ Շնորհակալություն Տիկին Մանասյան։ Ես մոտավոր պատկերացնում եմ, որ ոլորտից կլինեն բողոքները, մանավանդ որ մեզ են ուղարկել, նորմալ է, այսինքն օրենսդրական նախաձեռնությունների դեպքում անգամ ցանկալի է, որպեսզի ինստիտուտները ներգրավվածություն ունենան։ Ես ավելի շատ խոսում եմ առօրեական խնդիրների մասին։ Օրինակ գործարարը ապրանք է բերել, որը մաքսազերծման հետ կապված խնդիր է առաջացնում կամ տեսչական մարմնի հետախնդիր, ու այս դեպքերում մարդկանց համար ոչ թե օր, այլ ժամը նշանակություն ունի, որտեղ կարող են իրենք մեծ վնասներ կրել։ Եվ մարդու իրավունքների պաշտպանը գրասենյակը այդ խնդիրներին պատշաճ արագությամբ զարգացնելու համար իմ կարծիքով պետք է աշխատակազմը եռապատկվի կամ քառապատկվի, որպեսզի այդ խնդիրները ժամանակին հասցեագրեն։ Ամեն դեպքում ես ուրախ եմ, որ դուք ընդունում եք, որ այստեղ մենք անելիք ունենք, ինչ վերաբերում է այդ ֆունկցիաների դուպլիկացիային կամ սահմանադրականության լինել չլինելուն, այս մասերը բնականաբար կարելի է հասկանալ ու ճիշտ լուծում գտնել, եթե դեմ չեք մենք առաջիկայում իրար հետ այս թեման քննարկենք, չենք ասում հենց այսօր որոշենք, բայց գոնե հասկանանք հետագայում ինչ կարելի է անել։ Շնորհակալ եմ։ Պրակտիկ գործունեության համատեքստում, քանի որ հիմա ժամանակը կավարտվի, այլ պրակտիկ խնդիրների չեմ հասցնի անդրադառնալ, բայց դրանք բազմաթիվ են, որոնք մեզ են հասցեագրվում, այդ թվում մեր պարզապես գիշերը օրինակ մեր թեժգից հեռախոսահամարին, այդ թվում ձեր նշած խնդիրների հետ կապված։ Շնորհակալ եմ։ Թակույր Թովմասյան։ Շնորհակալություն, Տիկին Մանասյան, ես ուզում եմ ձեզանից հետաքրքրվել Պաշտպանության նախարարության զինծառայողների խնդիրներին, մասնավորապես, երբ մենք տարեկան արձանագրում ենք մահվան դեպքեր եւ այդ մահվան դեպքերի մեջ բավականին տպավորիչ ցուցանիշ ունի հիվանդության հիմքով մահացությունները, այսինքն բանակում
հիվանդության պատճառով զինվորներ են մահանում։ Ես այս հարցը տվել եմ պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, այդ թվում ուժային կառույցների, բայց չեմ ստացել պատասխան, այնինչ որ ինձ կբավարարեր, թեպետ ենթադրելի էր, որ ամեն գործով, քանի որ կա հարուցված վարույթ, ենթադրելի է, որ նաև կա տեղեկություն, թե կոնկրետ զինվորը ինչ հիվանդություն է ձեռք բերել է բանակում, թե հիվանդ է զորակոչվել եւ ինչի արդյունքում է մահացել։ Քանի որ դուք նաև վարում եք վիճակագրություն եւ դուք եք տեղյակ, կխնդրեմ ինձ ասեք, հիմնական զինծառայողները, ովքեր որ մահանում են բանակում, իրենք հիվանդությունը ձեռք են բերում ծառայության ընթացքում, թե հետո իրենք արդեն հիվանդ, այսինքն անթույլատրելի հիվանդ կամ կյանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պայմաններում զորակոչվում են բանակ եւ բանակում մահանում են հիվանդության հիմքով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Թովմասյան, շատ կարևոր հարց բարձրաձայնեցիք, որովհետև ինչպես նշեցի, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կյանքի իրավունքի պաշտպանությունը կարևորագույններից է, որը ինչպես ես ինքս էլ իմ ելույթում նշեցի, ըստ էության բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի Հայաստանի Հանրապետությունում։ Ես կուզենամ հատուկ արձանագրել, որ մենք ըստ էության վիճակագրություն չենք վարում, մենք օգտվում ենք այն վիճակագրությունից, որը այլ իրավասու մարմիններն են վարում, որովհետև այնպես չի, որ բոլոր դեպքերով մեզ բողոքներ են ներկայացնում։ Մենք վարում ենք վիճակագրություն բացառապես այն դեպքերի հետ կապված, երբ մենք ինքներս ենք բողոք ստանում քաղաքացիներից կամ նրանց հարազատներից։ Ես պատահական նաև իմ ելույթի շրջանակներում չէր, որ խոսեցի հենց բժշկական օգնության եւ սպասարկման խնդիրների մասին, այդ թվում զինված ուժերում, որովհետեւ ինչպես ես նշեցի, մենք դարձյալ բազմապիսի դիմում բողոքներ ենք ստանում այս հարցերի հետ կապված, ուրախալի մասը այն է, որ երբ միջամտում ենք, խնդիրը լուծում է ստանում, բայց ինչպես ես նշեցի, իրականում խնդիրները պետք է համակարգային լուծումներ ունենան եւ դրանք ոչ թե անհատական դեպքերով պետք է լուծվեն, հետեւաբար կարծում եմ այստեղ միանշանակ նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման համակարգի բարելավման անհրաժեշտություն կա եմ բոլոր կատարելագործումներին, որ ըստ էության նաև մեզ են ներկայացվում, բայց կուզանամ նաև հատուկ արձանագրել, որ ըստ էության մենք չենք կարող բացահայտել այն հանգամանքը առանց քննության, թե հիվանդությունը որ պահին է ձեռք բերվել, որովհետև իրապես չունենք այդ գործիքները, եթե քննություն չի իրականացվում, բայց ամեն դեպքում, անկախ նրանից, հիվանդությունը ձեռք է բերվել մինչև զորակոչվելը, թե զինվորական ծառայության ընթացքում, միևնույն է իրավունքի պաշտպանության պարտավորությունը պետությունն է կրում։ Հետևաբար այդ տեղեկատվությունը պետության համար կարող է կարևոր լինել ընդհանրապես մի պատճառով, որպեսզի պետությունը կարողանա հասկանալ, թե լավ խնդիրը ինչպես հասցեավորի, բայց միևնույն է, դա մնում է պետության պատասխանատվությունը եւ պետությունը այո, պետք է կարողանա կատարելագործել այս ոլորտում իր ունեցած գործիքները։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալություն, փաստորեն դուք էլ չունեք, այսինքն մենք ամբողջական պատկերը էլի չկարողացանք պատկերացում կազմել խնդրի մասին։ Բայց ես ուզում եմ արձագանքի ժամանակ օգտագործել եւ ձեզ խնդրել, որպես մարդու իրավունքների պաշտպան, գնահատական տակ օրինակ այսօր ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի պահվածքին։ Ես հարց եմ տալի կոռուպցիայի կանխարգելման հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին, արդյոք կա կոռուպցիոն ռիսկ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի կինը կարիերայի թռիչքաձև աճ է ունենում եւ հիմա էլ դարձել է Հայփոստի ղեկավար։ Ոչ մի վիրավորանք, ոչ մի գնահատական չկա իմ հարցի մեջ։ Ի պատասխան Կոնջորյանը մոտենում է ամբիոնին, սկսում է վիրավորանքներ շահտալ եւ ինչ որ մերկապարանոց հայտարարություններ անել։ Պարոն Կոնջորյան, ուրեմն շատ ուշադիր լսեք, 20 տարեկանից աշխատավարձ եմ ստանում։ 27 տարեկանից աշխատավարձ եմ տալիս մոտ 2 տասնյակ լրագրողների եւ աշխատակիցների որպես մեդիայի հիմնադիր։ Առաջի տունս առել եմ 26 տարեկանում եւ բնակարաններ ունենալու իրավունք ունեմ եւ ունենալու եմ։ Այս տարի գնելու եմ նոր բնակարան, որի առիթով կարող եք արդեն ինձ շնորհավորել։ Եվ դա բոլորը իմ աշխատավարձով եւ աշխատանքով եւ բոլոր իշխանությունների ժամանակ ստուգվել է իմ գույքերի, ընդհանրապես իմ գործունեության օրինականությունը 8 տարի էլ դուք եք ստուգել, 8 տարի։ Ի գիտություն։ Տիկի Մանասյան։ Բայց ես կառաջարկեմ Պարոն Կոնջորյան, ցանկանում եք շնորհավորել։
Հա, լինի նոր։ Տիկին Մանասյան Ես իրականում կառաջարկեմ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման ներկայացման ձևաչափը իրապես երկկողմանի չվերածել քաղաքական բանավեճի, որովհետև նախ իմ տեսանկյունից իրոք արգելված է քաղաքական բանավեճերի մեջ ներգրավվելը եւ բոլոր գործընկերներին հիմա բոլոր կողմերից խնդրում եմ ուղղակի, որպեսզի կարողանանք հանրության համար պատշաճ մակարդակով խոսել մարդու իրավունքների խնդիրների մասին, այն խնդիրների, որոնք իրոք ամեն քաղաքացու են վերաբերում եւ շատ դեպքերում դրանք դուրս են մնում ուշադրությունից, որովհետեւ մեզանից ամեն մեկը ուղղակի տեսնում է շատ դեպքերում ուղղակի իր շուրջը կատարվողը, բայց իրոք Հայաստանում կան մարդիկ, ովքեր շատ վատ վիճակում են գտնվում իրենց իրավունքների պաշտպանության առումով։ Դրա համար ես իրոք կուզենամ անդրադառնանք այդ խնդիրներին։ Շնորհակալություն։ Ամենայն հարգանքով այստեղ նստած բոլոր գործընկերների նկատմամբ ում հետ իրոք գրեթե բոլորի հետ հիանալի համագործակցություն ունենք։ Արսեն Թորոսյան։ Շնորհակալություն, Տիկին Մանասյան, ես էլ ուզում եմ ուզում եմ քրեակատարողական ծառայությունում բժշկական օգնության մասին խոսել նախորդ հարցին ի շարունակություն։ Մենք իհարկե այլ ձևաչափում իրար հետ քննարկել ենք, բայց առիթը ուզում եմ օգտագործել, որ ավելի հանրային քննարկում ունենանք։ Տեսեք, մենք 2019 թվականից քրեակատարողական ծառայություններում գտնվող թե կալանավորված, թե դատապարտված անձանց համար պետական պատվերի փաթեթը ըստ էության մեծացրեցինք եւ դարձրեցինք հնարավոր ամենամեծը։ Նույնիսկ մեղադրանքներ էինք ստանում, թե ինչպես կարելի է, բայց պարզ է, որ այդ քաղաքացիները զրկված են հանգամանքների բերումով, անկախ նրանից, որ հանցանք են գործել կամ պոտենցիալ հանցանք գործած անձիկ են, մեղադրյալներ են, նրանք զրկված են իրենց սեփական կարիքները հոգալու, աշխատելու եւ այլնի իրավունքից։ Եվ մենք պետությունը պարտավոր է իր պոզիտիվ պարտականությունների շրջանակներում ապահովել այդ քաղաքացիների մինիմալ կարիքները, այդ թվում բժշկական։ Հիմա ինչ ենք մենք տեսնում վերջի ժամանակները եւ ես մի ցավալի դեպք եմ արձանագրել, որ լինում են դեպքեր, որ ոչ պատշաճ բուժօգնության պատճառով մենք ունենում ենք մահվան դեպքեր։ Այսինքն ոչ ինքնավնասում է, ոչ ինքնասպանություն է, այլ մարդը պարզապես հիվանդ է, գտնվում է այդ ծառայության հոգացության ներքո, բայց մահանում է հիվանդությունից։ Եվ ես մի դեպքի մասին մի առիթով խոսել եմ, օրինակ 20 տարեկան մի երիտասարդի, որը ի սկզբանե ոչ մի ուղեկցող այդպիսի ծանր հիվանդություններ չի ունեցել եւ ըստ էության անօգնական վիճակում մնալով ոչ պատշաճ բուժօգնություն ստանալով, սա իմ մասնագիտական գնահատականն է, ոչ իրավական, իրավականը թող քննիչներն ու դատախազները տան, այդպիսի ելքի է հանգել։ Հիմա մենք ինչ անենք միասին, որպեսզի այդ իրավիճակը շտկենք։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, այո, ինչպես նշեցիք, այս հարցը առիթ ունեցել ենք միասին քննարկելու եւ նաեւ հարցի կարեւորությունն էր պատճառը, որ ես իմ ներածական ելույթի շրջանակներում էլ կատարեցի ու նաև հրապարակային եմ շատ դեպքերում առիթ ունեցել արձանագրելու, որ համարում եմ, որ անկախ բոլոր տեսակետներից, կարծիքներից եւ ամենայն հարգանքով այդ բոլոր տեսակետների նկատմամբ ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական բժշկության համակարգը ունի լիակատար ամբողջական կարիք եւ այս տեսանկյունից շատ կարեւոր եմ համարում նախ որպեսզի այս գիտակցումը ձևավորվի առաջին հերթին, երկրորդը շատ կարեւոր եմ համարում որպեսզի յուրաքանչյուրի մոտ ձևավորվի գիտակցում, որ սա այնպիսի խումբ չէ, որին ուղղակի կարելի է տանել ազատությունից զրկել, փակել ինչ-որ միտեղ եւ համարել, որ օրինակ հա կամ որևէ հանցանք են կատարել կամ կասկածվում են որևէ հանցանքի կատարման մեջ ու որևէ պարտավորություն մենք չունենք իրենց առաջ նաև այսպիսի տրամաբանությամբ ընկալումներ եմ նկատել, անկեղծ պիտի լինեմ, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հրաժարվել այս ընկալումից։ Հաջորդը, երբ խոսում էի կալանավորված անձանց քանակի մասին, ես պատահական չէր նաև, որ կապեցի բժշկական օգնության եւ սպասարկման խնդրի հետ հարցը նաև, որովհետեւ մեզ դիմողների շատ մեծ քանակ են կազմում կալանքի տակ գտնվող անձինք, ովքեր բարձրացնում են բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված տարատեսակ հարցեր, որոնց լուծումը միշտ չէ, որ պետությունը կարողանում է պատշաճ մակարդակով տալ։
Եվ այս խնդիրները ըստ էության միախառնվում են միմյանց եւ հանգեցնում են ոչ միայն պարզապես բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցի, շատ դեպքերում կյանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտության, վատ վերաբերմունքի կանխարգելման անհրաժեշտության եւ մի շարք այլ իրավունքների խախտման։ Հետևաբար, եթե պետությունը ունի այդքան ռեսուրս այդ քանակությամբ ազատությունից զրկված անձանց տրամադրելու պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում, ապա մենք պետք է մտածենք նաեւ այն հարցի ուղղությամբ, թե ինչու է ազատությունից զրկում ոչ դատապարտյալի կարգավիճակով, այլ որպես խափանման միջոց այդքան թիվ անձանց։ Հաջորդ խնդիրը, որ այս ոլորտում առկա է, կարծում եմ այն է, որ մենք շատ մեծ խնդիր ունենք, հատկապես քաղաքացիական հիվանդանոցներում ազատությունից զրկված անձանց տեղաբաշխելու հետ կապված, որովհետև ես անձնապես բազմաթիվ իրավիճակների հետ եմ բախվել, երբ մենք ենք ստիպված եղել միջամտել, որպեսզի հնարավոր լինի բուժօգնությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում եւ այս խնդիրը իրականում համակարգային խնդիր է։ Սա այնպես չի, որ դրա մեղավորը որևէ մեկն է, որովհետեւ քրեակատարողական ծառայությունը պատշաճ կերպով անձին կարող է փորձում է տանել այնտեղ ինչ որ մի պատճառով չեն կարող ընդունել եւ սա համակարգային խնդիր է ու այս խնդիրը պետք է ստանա հասցեավորում։ Բացի դրանից շատ մեծ կարիք կա բարելավելու, կարծում եմ, նաեւ հմտությունները ազատությունից զրկված անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող անձանց գրավչությունը բարձրացնել այս ոլորտի տարբեր ձևաչափերով եւ քանի որ էլ ժամանակ չունեմ, ուղղակի վերջին բանը ասեմ, նաեւ բժշկական անձնակազմը ինքը պետք է շատ զգայուն լինի անձանց հետ կապված, որովհետեւ ազատությունից զրկված անձինք ի սկզբանե առանձին եւ առանձնահատուկ խումբ են ներկայացնում, բայց դրան գումարվում է այն, որ իրենց մեջ կան նաեւ խոցելի իրավիճակում գտնվող տարբեր անձինք, օրինակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող եւ այլն։ Արձագանքից հետո Շնորհակալություն Տիկին Մանասյան, փաստորեն համարյա արձանագրեցինք, որ կալանավորված անձանց մեծ թիվը նաև ուղիղ վտանգ է նրանց առողջությանը, որտեղ չեն հասցնում ըստ էության նրանց առողջությունով զբաղվել, ոչ միայն վտանգ է իրենց իրավունքներին, արդարադատությանը, այլև առողջությանը։ Դուք ասում եք, որ քրեակատարողական ծառայությունը կարող է տանել, բայց հիվանդանոցներում տեղ չկան, բայց ես վստահ եմ, որ նույնիսկ այդ ուղեկցող խմբերի պակաս է լինում, երբ որ անհրաժեշտություն է լինում տանելու, ինչի եմ վստահ, որովհետև նույնիսկ դատարան չեն կարողանում տանել այդ ուղեկցող խմբերը այդ մարդկանց եւ հաճախ դատական նիստերը տեղի չեն, այսինքն այդ թվի աճը եւ այդ մեծ լինելը դատապարտյալների թվից, որի մասին ես խոսում էի նախորդ զեկույցների ժամանակ, շատ մեծ խնդիր է, ոչ միայն իմ ասած կոնտեքստում, այլ նաեւ այլ կոնտեքստներում եւ մի կարճ հարց, իսկ միգուցե սխալ էր քրեակատարողական բժշկության ծառայությունը տեղափոխել արդարադատության նախարարության ենթակայությունից առողջապահության նախարարության ենթակայություն, պետք է մտածել հետ դարձի մասին, հաշվի առնելով պատասխանատվությունների ոլորտը, որ կծնե այնուամենայնիվ պատասխանատուն դատապարտյալի կամ կալանավորի, միգուցե հարց որպես։ Շնորհակալ եմ, ես այս հարցին արձագանքեմ, պարոն Թորոսյան, ես նույն տեսակետը չունեմ, որովհետև այսօրվա միջազգային չափանիշը հակառակի մասին է խոսում եւ դա պատճառ ունի, որովհետև քրեակատարողական ծառայությունը եւ քրեակատարողական բժշկությունը պիտի անկախ լինեն, հատկապես բժշկության համակարգը քրեակատարողական պիտի լիովին անկախ լինի քրեակատարողական ծառայության համակարգից, քանի որ դա առաջին հերթին շատ կարեւոր է խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման տեսանկյունից, որովհետև օրինակ պատկերացրեք, գիտեմ ինչ որ դեպք է տեղի ունենում բռնության քրեակատարողական հիմնարկում կամ վատ վերաբերմունքի որևէ այլ դրսևորում եւ քրեակատարողական ծառայողն է ըստ էության ներգրավված process-ում, եթե իրենք չունենան անկախություն միմյանց կախվածություն լինի, բնականաբար բժշկական անձնակազմը առաջինն է, որը պետք է արձանագրի այդ խնդիրները եւ շատ դեպքերում իրենք կարող են դա չարձանագրել եւ մենք ունեցել ենք նախկինում այդպիսի իրավիճակներ, իհարկե առերևույթ մեր տեսանկյունից, որովհետեւ դեպքեր են եղել, որ որևէ բան օրինակ մենք ենք արձանագրել, հետո չենք տեսել, հիմա իհարկե շատ է փոխվել այս համակարգը եւ շատ ավելի հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ օրինակ հավասարապես արձանագրվում են նաեւ այս խնդիրները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ընդմիջում։